Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը Հայաստանում է, նրան տիկնոջը և երեխաներին տեղափոխող ինքնաթիռը Երևան է ժամանել Միլանից։ Վենսին դիմավորողների շարքում էին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Վենսը օդանավակայանից ուղևորվել է վարչապետի նստավայր, որտեղ նրան դիմավորել է Նիկոլ Փաշինյանը։ Ամերիկյան պատվիրակության կազմում է նաև պետքարտուղարի տեղակալ Հելբերգը։ Վերջինս գրառում է արել հաջորդ կանգառը Երևան, Հայաստան, գրել է նա։ Նիկոլ Փաշինյան Ջեյդի Վենս հանդիպմանը հաջորդել են կողմերի հայտարարությունները։ Վենսը Հայաստանում կլինի փետրվարի 9-ից 10-ը։ Այցի ավարտին ամերիկացի պաշտոնյան Երևանից մեկնելու է Բաքու։ Մի արտակարգ դեպքի մասին Լոռու մարզի դպրոցներից մեկում այսօր դաժան ծեծի է ենթարկվել 13-ամյա մի տղա։ Նրան տեղափոխել են Սպիտակ բժշկական կենտրոն։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան ծայրահեղ ծանր վիճակում է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է քննչական կոմիտե։ Ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանը փոխանցել է Շինծու դատավարության փետրվարի 10-ին նիստում իր եզրափակիչ խոսքի բովանդակությունը։ Վարդանյանն արգելել է փաստաբանին ներկայացնել պաշտպանական փաստարկներ, քանի որ տեղի ունեցողը ոչ թե դատ է, այլ դատական ֆարս։ Դատին ասելու 3 անգամ կրկնել եմ այն, ինչ ասելիս ինձ փորձում էին ընդհատել. Արցախը եղել է, Արցախը կա և Արցախը կլինի։ Ես նաև ասացի, որ երջանիկ եմ այստեղ այս դատին ներկայացնել հայ ժողովրդին, որովհետև պատժից կամ որոշումից չեմ վախենում ու պատրաստ եմ ընդունել այն բացարձակ հանգիստ, ասել է Ռուբեն Վարդանյանը։ Սամվել Կարապետյանը կլինի Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն։ Քաղաքական ուժի պաշտոնական շնորհանդեսին հայտարարել է մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նա շեշտել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում 20 օր անց իրենք ազգային ժողովում ձայների 2/3-ով փոփոխություն կկատարեն վարչապետի ընտրությանը վերաբերող սահմանադրության 148-րդ հոդվածում, որը թույլ կտա Հայաստանի ցանկացած քաղաքացու, այդ թվում Սամվել Կարապետյանին ընտրվել վարչապետ։ Եվ այսպես Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Հայաստանում մեկնարկած կլոր սեղան քննարկումից դեռ մանրամասներ հայտնի չեն։ Ավելի վաղ պաշտոնական աղբյուրները հայտնել էին, թե քննարկումների ընթացքում անդրադարձ կլինի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին։ Իդեպ ադրբեջանական պատվիրակությունն առաջին անգամ Հայաստան է եկել ցամաքային սահմանի, սահմանազատված և սահմանագծված հատվածով։ Այսօր և վաղը խաղաղության կամուրջ նախաձեռնությամբ իրականացվող երկկողմ կլոր սեղանին բացի հիմնական մասնակիցներից ավելի լայն խմբեր կլինեն։